Ողջույն, մենք Սփյուռքի առաջ ենք եւ իմ հերթական հյուրը այսօրվա հաղորդաշարի Ստեփան Փարթամյանն է եւ ողջունում եմ Ստեփանին, ասում ողջույն Ստեփան։ Բարի լույս։ Բարի լույս։ Ստեփան, մի քանի սուր դիտարկումներով հարցեր կան, որոնք պարզապես ուզում եմ հնչեցնել Սփյուռքի առաջ քեզ հետ միասին, քանի որ դու հենց ինքդ ավանդական սփյուռք ես, այդպես կարելի անվանել, այդ մենք ենք նորորյա սփյուռք ձևավորում, բայց դուք արդեն վաղուց այստեղ ձևավորված ձեր պապիկներով, տատիկներով, դեռևս Լիբանանից եւ այլն։ Հետաքրքրական է, ես մի հարց եմ ուզում ուղղեմ։ Անտարբերություն շատ կա մեր իրականության մեջ, որի մասով մենք անընդհատ նկատում ենք։ Բայց հիմա այստեղ պարզապես սփյուռքի անտարբերության մասին եմ ուզում խոսենք։ Տարիներ անընդմեջ սփյուռքահայությունը եւ սփյուռք առհասարակ դեգերում էր արևմտյան Հայաստանի մասով եւ կան ավանդական կուսակցություններ եւ բնականաբար հայդատ եւ այլն եւ այլն։ Հիմա Հայաստանը այնպիսի մի քաոսային վիճակի մեջ է եւ սփյուռքը լուր է։ Ինչու՞, Ստեփան։ Քանի որ սփյուռքը ավանդական սփյուռքը։ Քանի որ մենք կարծում ենք, որ մենք մեկ ազգ ենք։ Մենք մեկ ազգ չենք։ Սփյուռքը հայի դարբեր տեսակ է, Հայաստանը հայի դարբեր տեսակ է։ Սփյուռքը երազում էր, որ արևմտյան Հայաստան մի դեպտար, քանի այսօրվա Հայաստանը պատմական Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։ Այսօրվա Հայաստանը իսկական Հայաստանի հերավոր տարածքներ, որ մնաց սովետի ռուսերի ժառանգի տակ։ Եվ 72 տարվա ընթացքին երկուք իրարու խաբեցին։ Սփյուռքը սիրահարված էր Հայաստան քաղաքարի վրա եւ ոչ թե քոյության վրա, իսկ Հայաստանը սիրահարված էր սփյուռքի շռայլության վրա, քանի որ սովետական միության ժամանակ շռայլություն չի գար դարբեր որների մեջ։ Երկուք իրարու խաբեցին, սուտ խոսեցան եւ որ ճշմարտության առջև գտնվեցան, բացահայտվեցավ, որ Հայաստանցին թքած ունի սփյուռքի վրա, սփյուռքը թքած ունի Հայաստանի վրա։ Բայց կարծում ես այդպես է, Ստեփան։ Ճշմարտությունն է։ Դե ճշմարտությունը։ Եթե գիշեք օրինակաբար նույնիսկ ներքախտի ժամանակ աղբեր հասկացողություն մգավ, չէ՞։ Աղբ եւ աղբար հասկացողություն մգավ։ Իսկ ինչու դա կարող եղբայր համարվել։ Ինչու են իր ձև ընկալում։ Քանի որ այդպես էր բացատրվում։ Եղբայր չէին ասում, աղբեր էին ասում եւ աղբերած զաղրանքով էին ասում։ Բացահայտ էր, որ դեղացին, այդ օրվա դեղացին չեր սիրում նոր եկողը եւ ինչպես որ լսած եմ ես, դարբեր միջավայրերի մեջ իրավասություններ չէին դրվել նոր եկողներին։ Բայց եթե նայես պատմության մեջը, այդ բոլոր նոր եկողներն են, որ այդ հերամնաց Հայաստանին մշակույթ բերին։ Մեր Հայաստանի 72 տարվա մշակույթի բոլոր մեծ գործիչները։ Դե ասում են, բոլորն են այդպես ասում մեծ մասամբ։ Քանի որ նայ այսօր բացահայտ է, որ Երևանը թերևս զարգացած իրավիճակի մեջ է, բայց մարդու մտածելակերպը ամենաստրուկ հոգեբանության մեջ է։ Դե գիտես, հիմա այսպես քո մեղադրանքը, որ այսպես մասսայաբար ներկայացրեցիր, որ հայաստանցիները այսպես վերագրենք։ Դե ես եմ հայաստանցի։ Հայաստանցիները։ Ես հայաստանցի, բայց իմ Հայաստանս երկրակունդ եմ։ Հայաստանցիները այսպես բացի իրենցից ուրիշ ոչ մեկի չեն կարողանում ընկալել ներսում։ Այդպես էլ ճիշտ է։ Բա այսքան արցախցիներ, որ եկել են, մարդիկ ընդունում են, դիմավորում են, թեև այնտեղ էլ կա անտարբերության նշույլ, նույն արցախցիների նկատմամբ թեթևակի ճնշում են գործադրում, թեթևակի անընկալելի իրավիճակներ կան, հիմա ինձ հետ շատ մարդիկ համաձայն կլինեն, շատ մարդիկ համաձայն չեն լինի, բայց մասսայաբար նման բնույթ կա, որ արցախցիներն էլ չեն ընկալվում եւ շատերը թողնում գնում են, հեռանում են։ Լավ, ինչ անենք, այս ազգային այս համատարած այս պրոբլեմները, հարցերը։ Ինչ հարցերը, պրոբլեմները, ինչպես պետք է մենք փորձենք վերանայել։ Նայեցեք, վերջապես դու շեշտեցիր, որ մենք մի ազգ ենք, չի կարելի տարանջատել։ Դժբախտությունը անիկա է, որ քաղցկեղը դարբեր չափանիշներ ունի, չէ՞, 1, 2, 3, 4։ Եվ որ բարձրակույնին գահանից, արդեն լուծում չի գա, պիտի մահանա մարդը։ Մեր ազգը այսօր ազգությունից հեռացած է եւ դարձած է դարբեր ցեղերի հավաքածուներ։ Ուրեմն մահը մեր ազգի առաջ արդեն
եկած է եւ այդ հիվանդությունը իր մեջ չի գնարի ելնել։ Ուրեմն պետք է մենք վերանանք։ Մենք գոյություն պետք է ունենանք եւ այդ ուղղության ոչ թե միջազգային ուժերը մեզի կդանին, այլ մենք կդանենք մեզի։ Վաղը միսօրը Այսինքն վերանանք հիմնովի։ նայեցեք Իսկ ավելի ճիշտ չի մաքրվենք ամեն մեկս մեր մեջ։ Մենք մաքրվել չի կարելի, պիտի վերանանք։ Քանի որ բաղմության մեջ մենք շատ անգամներ վերացած ենք, մի քանի 100 տարի հետ մեջտեղ եկած ենք։ Քանի որ ցեղ դեսագը չի գորիր, կմնա։ Այդ ժառանգությունը կմնա։ Հայը չի կորում, բայց Հայը չի գորում, բայց շատ դեղեր կա, որ պետք է հայը գոյություն չունենա այլևս։ Մենք այդ իրավիճակի եկած ենք, քանի որ ազատությունը զարգացած մարդու համար բարգև է, իսկ ազատությունը դքետ մարդու համար դժբախտություն է։ Մենք ասկովին դքեդության մեջ ենք։ Յանայցեք, աշխարհի ամենահզոր բժիշկը գտնասելալ, բայց դքետ հայ ես։ Քանի որ շատերի համար սաղ բառը հայերեն է, ուրիշներին համար յալլա բառը հայերեն է, ուրիշների համար մերսի բառը հայերեն է։ Մենք ինքնություն չունեցող մարդիկ ենք դարձած։ Մեր դժբախտությունը ադիգա է։ Եվ որ գրթություն հարց մեջտեղ գբերենք, մարդիկ կգազեն, որ միջազգային չափանիշներով գիտելիքների բաշար պետք է ունենաս։ Ոչ։ Հայի մասին չի գիտեր ինչ է։ Հայը չի գիտեր թե հայը ով է։ Ադոր համար մենք ունենք Լիբանանահայ, Սուրիահայ, Ֆրանսահայ, Գյումրեահայ, Արցախի հայ, չեմ գիտեր քյուրերու անուններով հայեր, Գլենդելահայ, Փասադինահայ, վաղը միսօր Գլենդելահայը Փասադինահային հանդեպ թշկողություն բիդեն։ պատկերացրեք կա նման բան իրականության։ Այո, եւ պիտի լինի։ Ուրիշները եւ որ մոլորակներու վրա սկսենք եւ տալ նույն իրավիճակը։ Մենք պետք է անդրադառնանք, որ նախ պետք է սիրենք մեզ, որ atke դու կարողանանք մենք համերաշխ ապրել ամեն։ Դե բայց ինչպես սիրենք Ստեփան, երբ որ ունենք այդ տարանջատումը։ Ոնց կարող ենք գրթություն։ Այսինքն մենք անգրագետ ազգ ենք։ Այո, մենք եւ որ գուկա հայկականության։ Նայեցեք, դարբեր քաղաքապարախոսություններ կան, դարբեր հավատքներ կան երկրակունթի վրա։ Բայց մերինը հայկականությունն է, որում մեջ կընդգրկե ինքը հոգեգանը եւ ոչ թե քրիստոնեությունը, այլ հայկականությունը։ Մշակույթը ոչ թե միջազգային մշակույթները, այլ հայկականությունը։ Այսինքն, եթե այսօր Գլենդելի մեջ մի երիտասարդ կա, որ կստեղծե հայկական երաժշտություն, հայկական չափանիշներով, քանի երաժշտությունը չափանիշներ ունի, մենք նրա չենք կաչարերել, բայց եւ որ մեկը հնդկագանի նման հայերեն երգե, մենք կձապարենք, քանի որ ստրուկ հոգեբանության մեջ ապրող ժողովուրդ ենք մենք։ Մենք երբեք դիրոջ կամք չենք ունեցած։ Այսինքն մենք ընդունում ենք օտարը, օտարացին ոչ թե մերը։ Ադիգա թարսուցած է մեզի համար Իսկ դա ինչից է եկել ըստ քեզ Ստեփան։ Ուսումնասիրել ես Այո, այո, ստրուկի հոգեբանությունն է։ Բայց այդ ստրուկի հոգեբանությունը ինչից եկավ։ Մինչև այսօր Չէ՞ որ մենք մեզ պատմություն ենք ասում, Տիգրան մեծից ենք խոսում, Արտավազդից ենք խոսում։ Տիգրան մեծը ով էր որ։ Թագավոր էր։ Հա, 50 տարի չգրծա բայել երգիրը։ Ինքը իր զավակին սպանեց, քանի որ զավակը ուզում էր իր դեղ առնել։ Այսօր մենք հայ ընտանիքներու մեջ տեսնում ենք ադիգա։ Մայրը զավակի հանդեպ Տշնամություն ունի, զավակը մորը հանդեպ եւ էլ ասում են մայրը սրբություն է, ընտանիքը սրբություն է։ Մենք կեղծավորությունների մեջ ապրող ժողովուրդ ենք։ Նայեցեք, բարսիկները, արաբները, հույները, բոլոր ազգերը, որ այսինքն հույները, սելով բիզանտացիները, որ մեզի իշխեցին, մեզի ստրուկի հոգեբանության մեջ ենք։ Մինչև այսօր մեկը ասում է յաշիկ է քշում, աշխարհի ամենադքեր ինքնաշարժն է, բայց հայի ջաշակը այդ ինքնաշարժն է, քանի որ ինքը դքեդ է, ինքը զարգացած չէ, ինքը քեղեցկություն չէ դեսած կյանքի մեջը, իրեն դրամատրած է մի բան, դեսած է որ ուրիշ դրամ ունեցողը գդարած է, ինքը ոչխարի նման, քանի ես միշտ կրկնօրինակում հայերը ոչխար են, կրկնօրինակում։ Այդ օրը որ մենք հայկականությունը, այս ցերքի ուժը որ գա ասոնք ընդգրկենք իբր մեր հավատքի դվյալը, ոչ թե հрьяաներու աստղը, այլ Անահիտի աստղը, եւ որ ընդգրկենք մեզի համար հայկականություն, արմենիանիզմ հասկացողությունը, մենք այդ ժամանակ կրնանք երկրակունթին ասել, որ վարյամը գեցեք, Թուրքիան այսօր մեծն Թուրքիա կփնտրե եւ աշխատի որ Սուրիան կրավեց արդեն, միաժամանակ Իսրայելը մեծն Իսրայել գուզե կրավեց Իսրայել Սուրիան արդեն, իսկ մենք հայերս թեր գեցած ենք
ավանակ դոդի գագոմը Հիսուսի բան արցանը բիչին է աշխարհի ամենաբարձր Հիսուսի չենք արցանը։ վիրավորում անձերին, ամեն մարդ իր գործն է անում, ամեն դեպքում։ Բայց ասկը գվերանագորած պատճառով։ Ուրեմն պետք է վիրավորենք։ Բրազիլիայում էլ կա կանգնած է Հիսուսի բայց արձանը։ Նրանք են ավանակ, ես չեմ հասկանում։ Իհարկե, Ինչու՞։ բայց նրանք սահմաններով իրենք չեն, ուրիշները իրենց ման չեն արձակում։ Նրանք ստեղծած են իրենց ինչ պայմանների տակ, բայց ասիկա որ քո հայկականությունը կքանթես այդ սարը հայոց բամության դվյալների ամենամեծ մարանն է։ Հասկացա։ Եվ որ տուն ադիգա թիդավորիալ գկանտես եւ վրան գուկաս ավանագի մարցանը գտնես ներողություն բեչես ադիգա կան մեր ասկը Հիսուս Քրիստոսը գա դե քրիստոնեությունը մեր կրոնն է ամեն դեպքում քրիստոնեությունը որ մեզի ոչխար դարձուց կանի ինքը քրիստոնեության հավատքի մեջ քեզ ասում է ոչխար մնա բայց սրատերը քեզ հակադարձում են այս հարցում նաեւ տալիս են փաստացի ինչ է փաստերը ուր են օթի մեջի փաստեր են Ինչ է փաստը իմ փաստս անիգա է որ մեր ասկը դարձավ ցեղ դարձավ բար ժողովուրդ դարձավ ոչխար որ մենք ազերիներն ասում ենք ոչխարներ ավեսիկ փաստվեցա որ ամենամեծ բայց չէ՞ որ մենք ունեինք ժամանակ երբ որ մենք գայլի նման էինք Ստեփան մենք ունենք երբ էր այդ ժամանակը քանի հազար տարի 90-ական թվականներին երբ որ նույն Արցախյան պատերազմին ծնվեցին մեր արդի հերոսները այո մի քանի օր առաջ վարչապետի գրառումը կարդացի եւ գրեց, որ 94 թվականից մենք նստած ազգովի բոլոր բանակցությունները, իհարկե ղեկավարները բանակցում էին Արցախը վերադարձնելու մասով։ Այսինքն կներես մի բան ասեմ, այսինքն ինչպես կարելի է այսպես դիտարկել, որ այսինքն մենք պայքարում էինք, որպեսզի մենք պայքարում էինք Ադրբեջանի դեմ, որ Արցախը տանք Ադրբեջանին, որտեղ է լոգիկան է սենց։ Նայեցեք Իդեպ լոգիկան հայերեն ոնց է։ Տրամաբանությունը։ Մենք քիչ ենք սագամիան մեզ հայ են ասում։ Նա ոչ թե աշխարհի բնակչության մեջի հայ ժողովրդի մասին է, այլ այս հայ ժողովրդի մեջի շատ հազվագյուտ մարդկանց մասին է, որ 91 թվականին ոչ թե նրանք որ ռուսերը իրենց ասին որ այսպես պետք է կատարեք, այդ երիտասարդները որ այսօր գոյություն չեն, ամենն ասպաննվեցան։ Մենք քիչ ենք սակայն մեզի հայեն ասողներն էին նրանք, որ քաղաքարախոսություն մգար։ Բայց դες քիչ ենք սակայն մեզ հայը, մենք էլ ոչ մեկից չեն գերադասում։ Բայց այսինքն մենք ամենալավն ենք։ Այդ քիչ հայկականության առումով, բայց այդ քիչերի մեջի շատերը որ կան որ այսօր 30 տարի է երկիրը ղեկավարեցին իրենց կլբանները լեցնելու համար, դրանք էին թավաջանները։ Եվ որ թուն մի բան կգրավես Բիդի ուղեղ ունենաս որ նրա 100 տարի 5000 տարի 105,000 տարի կարողանաս պաշտպանես որ քոնդ լինի բայց հայը քանի որ տկեդ է եւ տրամաբաշտ մարդ է այսինքն արարգաներու բաշտող մարդ է կրավեցինք այսինքն կրավեցին ոչ թե Արցախը այդ հավելյալ շրջանները եւ ուրախացանք այսօր Ստամոքսային մշակույթը 30 տարի է Հայաստանի մեջ այսօր ստամոքսային մշակույթ կա օրեօր նոր ճաշարաններ կբացվի մարդիկ միայն ուզում են աբացուցեն որ իրենք կարող են քանի որ գայացած են եւ որ տրամ ունին բայց երկրին 4 կողմը արդեն տշնամին արդեն ուդում է եւ պիտի վերանա Հայաստանը պիտի վերանա երկրակունքի վրայից այս տեսակ եթե շարունակվի մինչեւ այնադեմ որ հայկականության քաղաքարախոսությունը չի դարածվի սպյուրքեն մինչև Հայաստան Փաստորեն հայեր կան որոնց էլ է ձեռնտու որ Հայաստանը վերանա Իհարկե փող են աշխատում չէ Այսինքն նորից Բորնիգությունը հայաստանի ամենաբարձրակույն բադիվն է Բորնիգություն ոչ թե մարմին վաճառելու Գաղափարը տրամի թիմած ամեն ինչ կատարել Սա մենք ուրիշների վրա ենք խնդում։ Ես փոքր էի մեծի սորվեցնում ենք որ մենք բարգեշտ ենք։ Կներես հիմա մեզ էլ էստեղ որ հիմա մենք եթերը հերարցակենք, մեզ էլ կգրեն կոմենտներում որ կգրեն բա դուք ում համար եք աշխատում։ Այո, ես աշխատում եմ։ Դուք ումից եք դրամ ստանում։ Ես ստանում։ Նման բաներ են գնում։ Ադիգա 30 տարվա ծրակես ստանում շատ հարթուցած են եւ ես ասած եմ, երկրակունքի վրա բոլոր քաղնի սպասարկությունները որ կան, ասկերի, ժողովուրդների, բեդությունների, ես նրանից փող եմ ստանում։ Ոնց է ստանում Ստեփան։ Գախնիկ ադիգա չեմ կարող ասել։ Բայց ամենաշատ փողը որ կստանամ ես։ Այո։ Հայկական գախնի սպասարկությունը կա։ Դեղա, հիմա ասնա մարդիկ մի հավատան ասել, քանի ոչխար են, դրամապանությունը չեմ սկացումներով կմոդենա հայ ասկը։
հայացքը այդ օրը որ ուղեղը Պաստորեն կորզանի։ Ստեփան Պարտամյանը գտնում է, որ Հայաստանը պետք է վերանա, որ նորից վերածնվի, հա, ճիշտ եմ հասկանում, այո։ Բա ում հետ վերածնվի, որ սերունդների հետ Օ, վերածնվի։ երկրակունքը Ինչ գաղափարի հետ վերածնվի։ 30 տարի առաջ իմ առաջին ծրագրից գաղափարը այս էր, որ ժողովուրդ 2 միլիոն մարդ կաբրի Հայաստան, այսօրվա Հայաստանի մեջ, 6-7 միլիոն սպիրկի 4 կողմ 10 միլիոն ասում են։ սուդեր են ադոնք 10 միլիոնը։ Դե շատ կա սուտերես իշխանության մեջ։ Այդ 7 միլիոնը Յանքի մեջ Հայաստան չի երթար, եթե չի վերադառնա, քանի Հայաստանը երկրակունքի ամենահետամնաց երկրներից մեկն է։ Մեր հանկիստ կյանքը որ ապրում ենք մենք սպիրկի դարածքին, եթե մենք խելացի ելնանք, մենք հայ կլինենք աշխարհի որ մեկ լինի ապրենք, բայց քանի որ այրած սրտի մխիթարանք մգա, ո միան Հայաստանն է որ մեզի հայկականություն մի դա, ահա վասիկ 30 տարի փաստվեցավ։ Բայց սպյուրքներ էր դա քարոզում։ Անոթ մեջ հայրենիքը։ Սուդն է, սպիրկի մեջից սուդն է։ Այսինքն սպյուրքներն է սուտ խոսած։ Իհարկե, քանի որ սպիրկը տեսնում է որ Հայաստանը հետամնաց երկիր է, Հայաստանցին Հայաստանի մեջ խապեպա է սուդ է, բայց չի ուզում արդահայտվի, չի ուզում ասի ադիգա որ իր եղբայրը սդախոսի մեկն է Հայաստանը, ուրեմն սուդերով լեցուցած են։ Հայաստանի մեջի սուդերը մեկ տեսակ են, սպիրկի մեջի սուդերը մեկ տեսակ են, եւ եթե գիշեք ես ծրագրերս մեջ միշտ ասած եմ ժողովուրդ, ընդունենք որ մենք ոչնչություն ենք, որ կարողանանք 50 տարի հետո մի բան լինել, բայց մինչև այնա որ մենք կդարազենք մեր զավակներուն որ մենք սպիրտ կամ Հայաստան, մենք հասկացողությունը եւ իրականությունը ճշնամությամբ մենք ենք ամենակատարյալը։ Այդ երեխան երբեք չի մտածել որ ինքը գադարյալ տանի, քանի որ իր հայրը գադարյալ է, իր մայրը գադարյալ է, իր մեծ մայրը գադարյալ է, ուրեմն ինքն է գադարյալ է։ Մենք սիրում ենք ժառանգությունները ստանալ։ Մենք չենք սիրում մենք կերդել։ Եթե մեծ հայրս մեծահարուստ է, ուրեմն ես մեծահարուստ եմ, բայց ես ինչ եմ անում որ ես մեծահարուստ դառնամ։ Հասկանալի է Ստեփան։ Ես պարզապես մի բան եմ ուզում ինձ համար հասկանալի դարձնեմ, շատ կարևոր մի հարցի դիտարկում նույնպես։ Մենք երկար տարիներ անկախ Հայաստանից ի վեր, անկախությունից ի վեր Հայաստանի որ ճանաչեց անկախությունը, բազում դրամահավաքներ տեղան Սփյուռքում, դրամահավաքներ կապված Արցախի հետ եւ այլը, նու դա բոլորս գիտենք, ակնառու է ամեն բոլորիս աչքի առաջ տեղ ունեցել հայ մարդը ողջավորված գումար էր տրամադրում եւ այլն։ Մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանն ասաց, որ 94 թվականից բանակցություններ էին ընթանում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում եւ Արցախը վաղուց էր Ադրբեջանի կազմում։ Բայց մենք այստեղ կոտորվում էինք, այսպես ասած, գումարներ էինք հավաքում, ում համար էինք հավաքում այդ դեպքում այդ գումարները, սա էլ է խաբեբայություն եղել։ Իհարկե, յուրաքանչյուր իրավիճակ ունի դարբեր քաղաքապարախոսություններ, դարբեր մտածելակերպեր, դարբեր ցևով հարցը լուծելու համար հարց։ Եթե հայը ուժեղ լիներ եւ ուղեղ ունենար, այդ դարբերակներեն ամենաաբահովը գընտրեր, բայց քանի որ հայը քաղաքական կորձից չունի, քաղաքական գրթություն, այսինքն political քաղաքականության գրթված աբակա սերունդ չունի, այլ խնամի ծանոթ բարեկամներ են։ Այսօրվա իրավիճակը։ Այո, այսօրվա նախորդ օրվա էլ մյուս օրվա էլ։ Խնամի ծանոթ բարեկամներ, իսկ նրանք ովքեր գրթված էին, արի չեր դրվել, քանի որ տուն իմ մարդս չես, տուն իմ խնամից չես, տուն իմ ծանոթից դեր չունես։ Այդ իսկ պատճառով Արցախը այդ մարդկանց մտածելակերպի մեջ վաղուց պետք է ծախված լար։ Քանի եթե գիշեք նույնիսկ այդ 30 տարվա մեջ մեծ խումբ հայաստանցիներ կային Հայաստանի մեջ քաղաքական մտածելակերպի մեջ, ասում են Արցախը տանք մեզի ինչ, մենք Երևանի մեջ մեր կյանքը ապրենք։ Այսօրվա վարչապետի մտածելակերպն է ադիգա, չէ՞։ Իդ բոլոր նոր սերունդը որ ասում են որ մենք մեր կյանքը պետք է ապրենք, Արցախը մեզի կանթում է։ Բայց ահա վասիկ բացահայտվեցավ որ Արցախը հանձնել են յետք։ Մենք աբակայակ չունենք։ Իսկ նյութականը որ հավաքվեցավ, այդ սդախոսությունն էր որ հայաստանցին նայեցեք սխալ մի հասկանաք, հայաստանցիը որը սեմն է։ Կառավարությունները, այո։ Այո, Հայաստանի հբարտ քաղաքացին, որ խոստանում էր, որ ինքն է դերը հայ ժողովրդի, սպիրկը, որ ես միշտ գադակ եմ ասում, սպիրկը ֆորեստլոն կացող է։ Ֆորեստլոն մի դեպ դա սպիրկը կոյություն միջյունը, քանի որ իր մտածելակերպի մեջ ինքը կարծում է որ Հայաստանն է հայկականության օրանը, ոչ, ուր որ տուն գաբրիս, եթե տուն հայ ես,
եւ գուզես հայ մնաս, թունես օրանը հայկականության։ Ավասիկ ես Ամերիկայի մեջ 40 տարի եկաբրիմ, 20 տարի Լիբանան ապրած եմ, ուր որ ալինեմ Հայաստան ինձ համար ադի։ Այս այսօրվա համար իմ Հայաստանս Օրենջ եւ Կալիֆոռնիայի անգյունն է։ Փաստորեն երկար տարիներ մեծ պատմություններ համոզեց, որ հայրենասիրությունը, փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյան ժամանակին որ ասում էր հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, ճիշտ էր ասում։ Հայի մտած ոչ նայեցեք հայրենասիրությունը դեքել Հայրենասիրության մասին գովազդից հետո, լավ։ ամեն։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք կարճ գովազդային դադարի ենք անցնում, եւս մեկ անգամ հիշեցնում եմ Երևան Shipping ընկերության հեքիաթային արժեքների մասին նոր տարվա նախաշեմին դեռևս շարունակվում է, այնպես որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է դեռ ապրանքներ ուղարկել Հայաստան իր հարազատներին, բարեկամներին, ծանրոցների արժեքը pound ընդամենը 2.99 եւ դրամական փոխանցումներն ընդամենը 1% արժեքով, այնպես որ $100 դիմաց $1։ Սա հրաշք է գործում Երևան Shipping ընկերությունը եւ իհարկե այն ձեզ համար է գովազդ մեր եթերում։ Երևան Shipping սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ գլենդել։ 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոնը։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ Երևան Shipping սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ գլենդել։ Մենք վերադարձանք իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, նրանք ով այս պահին միացան մեզ, տեղեկացնում են, որ մենք աշխատում ենք ձեզ համար եթերում Սփյուռքի առաջ Գրիշա Սանդալյանի հեռուստահաղորդումն է, այն հեռարձակվում է AABC հեռուստակայանով եւ իհարկե Գրիշա Սանդալյան YouTube-յան էջով։ Իմ շատ սիրելի բարեկամներ, իմ հյուրն է Ստեփան Փարտամյանը, մենք խոսում ենք կարևորի մասին։ Ստեփան, շարունակենք գովազդից հետո ես կրկին հարցս ուղեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին մի հարցազրույցում ասում էր, որ հայրենասիրությունը, ազգային գաղափարախոսությունը դա կեղծ կատեգորիա է։ Հայաստանցու համար։ Հայաստանցու Գիտես համար։ ինչու։ Իսկ Սփյուռքայի համար այդպես չի։ Չէ, քանի որ Սփյուռք նայեցեք հիմա Արցախցու համար Հա բայց այստեղ Սփյուռքում նստած մարդիկ նույնպես հայրենասիրություն Այո, այո, քանի որ- բայց այստեղ են նստած, Ստեփան, ոչ մեկ Հայաստան չի գնում։ հայրենասիրությունը բոլորովին դարբեր հասկացողություն մնե։ Այդ Սփյուռքի մարդու համար հայրենասիրությունը Երևանը չէր։ Սփյուռքի համար հայրենասիրությունը Գորիսը չէր։ Հայ մարդներ։ Չէ։ Բա։ Սփյուռքի համար հայրենասիրությունը Մարաշտն էր, Ուրֆան էր, Այնտեբն էր, Կիլիսն էր, Արևմտյան Հայաստանն էր։ Քանի որ մենք Իսկ միգուցե դա կարոտ էր, ոչ թե հայրենասիրություն։ չէ հայրենասիրություն։ Որովհետև եթե Քանի հայրենասիրություն մենք հիմա ունենք հայրենիք, Նայեցեք։ իսկ ինչի չենք սիրում այդ հայրենիքը։ Քանի որ գերց հայրենասիրություն է, գերց հայրենիք է, այսօրվա Հայաստանը գերձավորների թակավորությունն է։
Հայի ինքնության գերզավ, նայեցեք, մենք հայկական բարձրավանդակ հասկացողություն ունեինք, որ աշխարհը ուզեց ոտնագողել, եւ ով ոտնագողեց Հայաստանցին, Սփյուռքահայը չէ։ Սփյուռքահայը թեր ասում է հայկական բարձրավանդակ, բայց Հայաստանցին ասում է Կովկաս։ Ես ասում եմ գադակ եմ ասում նա գով է։ Ասում եմ դու Կովկաս, ես գով չգամ։ Հայկական բարձրավանդակը երկրակունթի մարդկության օրանն է, գետրոնն է։ Եվ այսօրվա միջազգային կառավարախոսությունը չի սիրում ադիգա ներկայացնել։ Եվ մենք առաջիններն ենք այսօրվա քայլ դվող նոր սերունդը Հայաստանի մեջ որ ղեկավարությունն է, իրենց համար նպաստավոր չէ որ ասել որ իրենք այդ միջազգային կառավարախոսության մեջ ազգության կառավարախոսությունը պետք է դերանա։ Բայց ինչի Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում է, որ այդ պատմական Հայաստանի մասով պետք է այդ երազանքներն ավարտվեն եւ փորձենք կառուցել իրական Հայաստանը։ Այսօրվա Հայաստանը իրական այսօրվա Հայաստանը սուտ Հայաստանն է։ Բայց քանի որ իրենք միջազգային կառավարախոսության կորձիչներն են, իրենք այդպես պետք է ասեն, մորցեք հայկական բարձրավանդակը, այլ եկեք գով եղեք։ Դե տեսեք, ասում եմ մոռացեք Արարատ լեռը։ Մենք Արագած ունենք։ Այո, բայց եւ որ հիմա ասեց հիմա մոռացեք Արցախը, վաղը եւ որ Արաքածն դրամատրե ուրիշին, բիդասե մոռացեք Արաքածը։ Մենք գետրոնացած ենք ուր որ հաց հոնգած հասկացողության մեջ։ Այսինքն Երևանցին, եթե ինքը հաց է ապահովում ինքն իրեն Երևանի մեջ, ինքը հետաքրքրված չէ Գյումրիով։ Ինքը հետաքրքրված չէ։ Ստեփան, իսկ քո ասածով դուրս չի գալիս, որ մենք ձերքերը վայր ենք դնում արդեն։ Մենք համակերպվում ենք այդպիսի իրավիճակին։ Իսկ դա դաժան չէ, չէ՞ որ ներսում հայեր են ապրում։ Չէ։ Նայեցեք, աշխարհի վրա մարդկությունն է ապրում, բայց մարդկությունը ուր որը լինի, պետք է ծրագրե 1000 տարի հետո ինչ պիտի կատարի։ Մենք հայերս չունենք այդ մտածելակերպը։ Մենք ասում ենք, երբ որ մեռնենք, Հիսուսը մեզի պիտի փրկե եւ տրախտի մեջ հավիտենական կյանք վերանանք։ Աստիգա անցողական է։ Այդ ոչխարի մտածելակերպն է, որ մեզի աստուծած է աստեղ։ Աշխարհի վրա չի գա։ Հա բայց դա Աստվածաշունչն է ասում։ Մե աշխարհի վրա չի գա։ Մենք մեզ հո չենք ասում, մենք մեզ չենք ասում, դա Աստվածաշունչն է այդպես։ Մենք ամեն ինչը գդարում ենք տադալիա ցևով, չէ՞։ Աշխարհի վրա լեցուն քրիստոնյաներ կան։ Ամերիկա քրիստոնյա երկիր է, Իտալիան քրիստոնյա երկիր է, բայց նրանք նա առաջնագարկի վրա չեն թրած։ Նա չեն ծայրահեղությամբ գնում։ Ասում են հա քրիստոնեություն։ Դու կարծում ես մենք հայերս ծայրահեղ քրիստոնյաներ։ Իհարկե, մենք սպասում ենք, որ եւ որ մեմն Աստված մեզի բիդոկն է, եւ որ մեմնենք մենք տրախտի մեջ հավիտենական կյանք բերենք եւ տրախտի մեջ Հայաստան գոյություն բինենք։ Մենք երազելի ու երանելի ազգերից մեկն ենք, երբ որ կենթանության եւ ողջ ժամանակահատվածում մարդուն չենք գնահատում, բայց երբ որ մարդը մահանում է, ուսերի վրա տանում ենք այդ մարդուն։ Մենք քանի որ սկացումներով հարաշտեմած մարդ ժողովուրդ ենք, մենք ուղեղ չենք օգտագործում։ Ես միշտ կդայեմ, ահա հոյակապ ուղեղ ունի, քանի որ իր նախնիները ասելով ոչ քո մեծ հայրը, ոչ իմ մեծ հայրս, ոչ այրանց հայրը 2000 տարի առաջվա իսկական հայը նա խելացի եղած է, ադիգա մարդկության դված է, արարիչ եղած է, իսկ մենք ընդհանրապես եւ որ թորնիկդ կամ ձորդ կշփանա, քանի որ մեծ հայրը ապահովված էր ամեն ինչով, մենք այդ իրավիճակի մեջ կգտնվենք այսօր։ Մենք շփացած ժողովուրդ ենք, մենք միայն թե առասպելներ կներկայացնենք։ Ուշադրություն հրավիրես, մենք նույնիսկ մեր այսօրվա մշակույթը հիմնված է 100 տարի առաջվա մշակույթով կամ օրինակի միշտ կսենք, չէ, քաղաքական առումով դիքրան մեծ են ունեցած, բայց այսօր փոքր Հայաստան ունենք եւ ադիգայ պիտի գործընծենք։ Միջազգային բادرազմի արժեվ պիտի գտնվենք։ Այսօր երկրակունթը քարտեզներ է փոխում։ Անիշ որ կարծում ենք որ անկարելի է։ Հայուգս մենք դիքրան մեծ ունեցած ենք։ Թուն ասեցիր։ Ես ասում եմ մենք դիքրան մեծ չենք ունեցած։ Մենք ավանագի մեկը ունեցած ենք։ Ադոր համար մենք պետք է ասենք որ մենք աբակային պիտի ունենանք տեղը, բայց ադաբակային ունենալու համար, քրավելու համար պետք է պատրաստվենք, չէ՞։ Երբ որ իրար չենք հարգում, իրար չենք ընդունում, իրար նկատմամբ անտարբեր ենք, ել ինչպես պատրաստվենք, Ստեփան։ Քանի որ գրթված ազգ չենք։ Դե արդեն դա ժամանակի հարց է։ Արդեն գերողություն ասկա պետք չի ասեմ։
Ժամանակի հարցը։ Ամեն դեպքում շնորհակալություն, որ ժամանակ գտար երկար տաղավար, Ստեփան, քեզ հետ միշտ հաճելի է Թողներնի մարդիկ ինձ մե, բայց ճշմարտությունը միշտ կհաղթե, ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարտությունը, այլ գենցաղի հայկականության ճշմարտությունը։ Օրը պիտի կա, որ հայկականությունը պիտի դիրաբեդե մեր ժողովրդին եւ դարձնի ազգ։ Բայց այսօր երկրակունտեն վերանանք, որ մաքուրը մեջտեղ կա։ Փարի Լույս։ Շնորհակալություն։ Ուշացել հեռուստատողներ, այսօր այսքանը մենք Ստեփանի հետ բարբերաբար կհանդիպենք, որովհետև միշտ մեր խոսքը կիսատ է մնում, ինչու որովհետև նա հրաշալի զրուցակից է։ Դե ինչ, մաղթում եմ ձեզ ամենալավը, կհանդիպենք հաջորդ անգամ, ցտեսություն։ Այլևս